Ժամը 13-ներ Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը մեկնարկում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։ Խորհրդակցությունների ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի պաշտպանական գերատեսչության միջազգային գործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին ստորագրել են գործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Հայաստանը ձեռք է բերում բացառապես նոր սերնդի սպառազինություն և զենքի գնումների դիվերսիֆիկացման խնդիրը լուծված է։ Նա ասել է, որ Հայաստանը նաև զարգացնում է տեղական արտադրությունը։ Ըստ նրա, եթե 2022-ին պաշտպանական արդյունաբերության հայկական ընկերությունների հետ կնքվել են մոտ 5.5 միլիարդ դրամի պայմանագրեր, ապա հիմա այդ թիվը հասել է 170 միլիարդի։ Պաշտպանության ծախսերը նախարարի տվյալով 2018 թվականից ի վեր աճել են 1.1 միլիարդ դոլարով։ Սուրեն Պապիկյանի մյուս ուշագրավ հայտարարությունները Մոնիկա Հայրոյանի ռեպորտաժում։ Պարտադիր ժամկետային զինծառայությունը կես տարով կրճատելու որոշումն այսօր չի ընդունվել և նախընտրական քարոզչական նպատակներ չի հետապնդում։ Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այո, դա մեր նախընտրական ծրագրում է առկա, այնուհետև մենք մեկ այլ կարևոր փաստաթուղթ ենք ունեցել, դա Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես արձանագրված է այս ամենը, եւ իհարկե դա պիտի տեղի ունենար մեր հնգամյա ցիկլի ընթացքում։ Ռազմական փորձագետների մի մասը համոզված է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելը առանց բոլոր զորատեսակների որակական առաջընթացն ապահովող համալիր միջոցառումների թույլատնելու է բանակը, սակայն Պապիկյանը վստահ է, որ այս քայլը միմիայն կբարձրացնի բանակի մարտունակությունը։ Բարեփոխումներն ըստ նրա կատարվում են բանակը բանտի չվերածելու համար։ Շատ են հնչում նման թեզեր, որ բանակը կրճատում են։ Իհարկե ես կուզենամ հարց հնչեցնել, ինչ է ասել է բանակը կրճատում են, այսինքն եթե ցիկլը 2 տարվա փոխարինվում է 1.5 տարով, որտեղ է տեղի ունենում կրճատումը։ Իհարկե ես կուզեմ լսել իրենց բարձաբանումը, ես ինքս կտամ ինչ փոփոխություններ կարող են լինել եւ երբ առաջացած հարցերը կլուծվեն ու ինչ ձևով։ Հայաստանի Հանրապետության ռեզերվը, գործող ռեզերվը, ոչ թե ընդհանուր ռեզերվիստների թիվը 600,000 մինչև 600-650,000, գործող ռեզերվը գնահատվում է մինչև 350,000։ Ենթադրենք 100,000-ը, ասենք, անառողջ մարդիկ են եւ 250,000-ն է մեր պահեստազորը, ռեզերվը դա պահեստազորն է։ Քանի տարի է պետք, որ երկրորդ անգամ գա վարժվի այն մարդը 10,000 հավաքվելու դեպքում ամեն տարի այդ 250,000-ը 250-ը բաժանում ենք 10,000-ից, ստանում ենք 25 տարի մեկ։ Նախարարն ընդգծեց, Հայաստանը ձեռք է բերում միայն նոր սերնդի զենքեր, իսկ հայկական արտադրանքը ըստ Պապիկյանի որակով չի զիջում եւ նախատեսվում է դուրս բերել միջազգային շուկա։ Այն ինչ արվում է մեր կողմից, դա մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով է եւ կարծում եմ անհրաժեշտ է, որպեսզի բոլորի համար պարզ լինի, այդ թվում նաեւ Հայաստանին զենք վաճառող եւ կողքից Հայաստանին նայող մեր հարևանների ու գործընկերների համար Հայաստանը իր սպառազինությունը եւ բանակը օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Ըստ Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի երկու երկրների միջև ոչ մի տարածքային պահանջ չպիտի լինի, սակայն Հայաստանի տարածքի առնվազն 220 քառակուսի կիլոմետրը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, ինչ պիտի անի Հայաստանը, որպեսզի այն հետ բերի։ Պապիկյանն ունի պատասխան, որը նրա խոսքով միակ լուծումն է։ Հարցի լուծումը պետք է իրականացվի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի միջոցով ու օգոստոսի 8-ից հետո դա ավելի իրական է եւ ես վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Ես այլ ելք չեմ տեսնում ուղղակի։ Դա է ճանապարհը եւ մենք պիտի գնանք այդ ճանապարհով։
Պապիկյանը նաև ներկայացրեց վիճակագրությունը, ըստ որի զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի եղել։ Ընթացիկ տարում գրանցվել է մահվան 5 դեպք, 2 զինծառայող մահացել է առողջական խնդիրների պատճառով։ Մեկը ինքնասպանության հետևանքով, մեկը էլեկտրահարումից, իսկ եւս մեկը կայծակի հարվածից։ Ըստ պաշտոնական վիճակագրության 2024 թվականին զինված ուժերում ընդհանուր առմամբ մահացել է 40 զինծառայող։ Մահվան դեպքերի շարքում 4-ը տեղի է ունեցել հակառակորդի կողմից, իսկ 5-ը սպանության հետևանքով։ Պահեստազորայիններին 25-օրյա հավաքների ներգրավելու հաճախականությունն ըստ Պապիկյանի պայմանավորված է վերջին պատերազմի փորձով, երբ տարիներով մարզումներ չանցածները հայտնվելով մարտադաշտում չգիտեին անելիքը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելն է հիշեցրել իր մասին Բաքվի լրատվամիջոցներին հայտարարելով, որ Հայաստան-Բեռների մատակարարժման սահմանափակումների վերացումն ադրբեջանական կողմից շատ կարևոր որոշում է։ Ըստ նրա, նման իրավիճակը դժվար կլիներ պատկերացնել ընդամենը մի քանի ամիս կամ տարի առաջ։ Հասկանում եմ, որ որոշակի դժվարություններ եւ զգայուն հարցեր մնում են, եւ մենք պետք է դա հաշվի առնենք։ Այնուամենայնիվ, նման քայլերը հուսադրող նշան են։ Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին երկու կողմն էլ լրացուցիչ ջանքեր կգործադրեն եւ խաղաղության ուղին կդարձնեն անշրջելի, նշել է Միշելը։ Ըստ նրա, այսօր երկու կողմի ընդունած որոշումները շատ համարձակ քայլեր են, որոնք ցույց են տալիս խաղաղության գործընթացն առաջ մղելու եւ ամրապնդելու անկեղծ կամք։ Ներդրումային ծրագրերով առաջարկվում է ջրամբարներ կառուցել Արմավիրի մարզի Քասախ, Վայոց ձորի Ելփին, Գեղարքունիքի Աստղաձոր, Սյունիքի Լիճք բնակավայրերում վերակառուցել Արթիկի ջրամբարը։ Հարցը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանրային ներդրումային կոմիտեի 7-րդ նիստին։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանի տեղեկացմամբ նախատեսվում է, որ Քասախի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 10 միլիոն խորանարդ մետր, արդյունքում ոռոգում կապահովվի լրացուցիչ 500 հեկտար տարածքում։ Նախագծի արժեքը կազմում է 15.4 միլիարդ դրամ։ Ելփինի Աստղաձորի լիճքի ջրամբարները համեմատաբար ավելի փոքր են, սակայն դրանք նույնպես զգալի կավելացնեն մշակվող հողերի մակերեսները։ Ըստ Նալբանդյանի, այդ ծրագրերի իրականացմամբ ընդհանուր առմամբ կկուտակվի 18 միլիոն խորանարդ մետր ջուր, շինարարության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 40 միլիարդ դրամ։ Գյուղատնտեսության մեջ կներգրավվի լրացուցիչ 1700 հեկտար հողատարածք։ Դաշնակցության բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին ինքնասպանություն է գործել։ Անցած երեկոյան Մարգարյանի որդուն հրազենային վնասվածքով հիվանդանոց էին տեղափոխել Փափազյան փողոցից, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Ըստ Գագիկ Շամշյանի, զենքը, որով նա ինքնասպանության փորձ է արել, եղել է Արցախի նախագահներից մեկի պարգևատրած ատրճանակը, հարուցվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով։ Առաջիկա օրերին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շրջագայությանը Արևելյան Ասիայում քաղաքագետները հսկայական նշանակություն են տալիս։ Առանցքային իրադարձությունը Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ խիստ սպասված հանդիպումն է։ Երեկոյան Վաշինգտոնից մեկնող Թրամփը նախատեսում է հնգօրյա այց Մալայզիա, Ճապոնիա եւ Հարավային Կորեա։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան ու ամենաերկար արտասահմանյան ուղևորությունը պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Նախագահը հույս ունի մի շարք առևտրային, գործարար ու մաքսային սակագների շուրջ հրադադարի մասին համաձայնագրեր կնքել։ Դոնալդ Թրամփը մեկնում է Ասիա Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ հանդիպելու։ Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի ժամանակ են հանդիպելու վերջին շրջանում սրված հարաբերություններ ունեցող տերությունների ղեկավարները։ Թրամփը այսօր կմեկնի Մալայզիա, այնուհետև Հարավային Կորեա, որտեղ էլ հինգշաբթի մեկ սեղանի շուրջ կնստի Սի Ցինփինի հետ։ Նախագահ Թրամփի այցը Ասիա դրամատիկ է լինելու։ Նա հավանաբար խիստ պահանջ կներկայացնի տարածաշրջանի դաշնակիցներին, գործընկերներին եւ հակառակորդներին, սակայն այդ այցը կարծում եմ մի նոր Ամերիկայի խորհրդանիշն է, նոր Ամերիկայի։ Ի պատասխան պաշտոնական Պեկինը կարևորել է Վաշինգտոնի հետ հարաբերությունները եւ հայտարարել, որ սերտ կապեր է պահում Միացյալ Նահանգների հետ։ Առևտրային լարվածությունը երկու երկրների միջև նոր թափ ստացավ հոկտեմբերի սկզբին, երբ Պեկինը կտրուկ շատացրեց հազվագյուտ հողային տարերի արտահանման սահմանափակումները։ Դրանից հետո Թրամփը Չինաստանի նկատմամբ սահմանեց 100% լրացուցիչ մաքսատուրք, որոնք ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 1-ից։ Վստահ եմ, որ Թրամփն ու Սի Ցինփինը կցանկանային, որ իրենց երկրները ուղիներ գտնեն վերադառնալու ռազմավարական անվտանգության եւ տնտեսական երկխոսության դաշտ, որը բնորոշում էր հարաբերությունները, նախքան Թրամփի առաջին վարչակազմը դադարեցրեց դրանք։ Ասիական այս ուղևորության ընթացքում Թրամփը կգնա նաև Ճապոնիա հանդիպելու երկրի նորընտիր վարչապետի հետ։
Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունը հիմնադրվել է 1989 թվականին որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը խթանող ոչ պաշտոնական ֆորում։ Ի սկզբանե 12 անդամ ունեցող կառույցն այժմ միավորում է 21 տնտեսություն, որոնք համաշխարհային առևտրի զգալի մասն են կազմում։ Այսօր կազմակերպության արդյունավետությունը շատերը հարցականի տակ են դնում անդամ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև աճող լարվածության պատճառով։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Միացյալ Նահանգները ձգտում է Ադրբեջանին ներառել Գազայի հատվածում դրությունը հսկող միջազգային ուժերի կազմում Թրամփի հետ պատերազմյան ծրագրի շրջանակում, գրում է իսրայելական Հaaretz պարբերականը։ Վաշինգտոնն Ադրբեջանին դիտարկում է որպես միջազգային խաղաղապահ ուժերին մասնակցելու հիմնական թեկնածու Իսրայելի եւ Թուրքիայի հետ ունեցած կապերի պատճառով, սակայն Բաքուն չի շտապում միանալ միջազգային խաղաղապահ ուժերին, քանի որ իսրայելցի պաշտոնյաները զգուշացնում են պատերազմից հետո Գազայի հատվածում Թուրքիայի ռազմական միջամտության դեմ, ինչը կարող է սրել դրությունը եւ ավելի մեծ բախման հանգեցնել։ Իսրայելում մեծ սկանդալ է բռնկվել, երբ Միացյալ Նահանգների փոխնախագահը մեկնել է Գազայի հարցով հրադադարը ամրապնդելու, բայց Իսրայելի խորհրդարանը որոշել է քվեարկել Պաղեստինի հիմնական մասը բռնակցելու օգտին, ու հենց այն օրը, երբ Վենսը Իսրայելում էր։ Վաշինգտոնում սա առհասարակ անարգանք են որակել։ Ջեյդի Վենսը ստիպված հայտարարել է, որ թույլ չեն տալու Իսրայելին բռնակցել Պաղեստինը։ Իդեպ Վենսը կնոջ հետ եղել է նաև Հարության տաճարի հայկական մասում։ Միացյալ Նահանգների փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հույն հայ եւ կաթոլիկ քահանաներին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի եւ Տիրոջ գերեզմանի մասին հոգ տանելու համար։ Իսրայելի Քնեսեթում արևմտյան ափի բռնակցման ուղղված օրինագծի շուրջ ընդամենը մեկ ձայնի առավելությամբ կայացած նախնական քվեարկությունը դիվանագիտական հրդեհ է բորբոքել Վաշինգտոնի հետ հարաբերություններում եւ սպառնում է փլուզել Գազայի շուրջ դժվարությամբ ձեռք բերված զինադադարը։ Քաղաքական դրաման իր գագաթնակետին հասավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի Իսրայել կատարած այցի ժամանակ, որի նպատակն էր ամրապնդել փխրուն հրադադարը։ Այո, դա տարօրինակ էր։ Ես շփոթված էի, երբ հարցրի այդ մասին, ինձ ասացին, որ դա խորհրդանշական քվեարկություն էր։ Դա շատ հիմար քաղաքական հնարք էր, եւ ես անձամբ դա որոշակիորեն վիրավորական եմ համարում։ Արևմտյան ափը Իսրայելը չի բռնակցելու։ Թրամփի վարչակազմի քաղաքականությունն այն է, որ արևմտյան ափը Իսրայելը չի զավթի։ Դա կշարունակի մնալ մեր քաղաքականությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփը, որը հայտնի է Իսրայելին ցուցաբերած իր ամուր աջակցությամբ, փորձեց մեղմել իրավիճակը։ Don't worry about the West Bank. Արևմտյան ափը մի անհանգստացեք արևմտյան ափի համար։ Իսրայելը ոչինչ չի պատրաստվում անել արևմտյան ափի հետ։ Լավ, մի անհանգստացեք դրա համար։ Նրանք ոչինչ չեն անելու արևմտյան ափի հետ։ Մի անհանգստացեք։ Իսրայելի գործերը շատ լավ են։ Քննարկվող օրինագիծը, որը նախաձեռնել են վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոալիցիայի ծայրահեղ աջ գործընկերները, կրոնական սիոնիզմ եւ Լիկուդ կուսակցությունների որոշ պատգամավորներ, նպատակ ունեն Իսրայելի օրենսդրությունը տարածել արևմտյան ափի հրեական բնակավայրերի վրա, ինչը դե ֆակտո բռնակցում է։ Թեև սա օրենքի ընդունման համար անհրաժեշտ 4 քվեարկություններից միայն առաջինն է, դրա ժամանակ այն համընկնում է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցի հետ դիտվեց որպես սադրանք։ Քաղաքագետ Գայիլ Թալշիրի խոսքով սա նախազգուշացում է Նեթանյահուի համար։ Եթե վարչապետը շարունակի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ Գազայի հարցով համաձայնագրի իրականացման գործընթացը, որը կարող է ներառել Պաղեստինյան ինքնավարությունը, նա լուրջ խնդիր կունենա սեփական կոալիցիայի հետ։ Պաղեստինյան ղեկավարությունը քվեարկությունը որակեց որպես միջազգային իրավունքի բացահայտ արհամարում եւ խաղաղության գործընթացին հասցված ուղիղ հարված։ Արձագանքը կոշտ էր նաեւ տարածաշրջանում։ Հորդանանը, որն ունի երկար սահման արևմտյան ափի հետ, խստորեն դատապարտել է քվեարկությունը։ Եգիպտոսը, որը հաճախ հանդես է գալիս որպես միջնորդ իսրայելցիների եւ պաղեստինցիների միջև, մտահոգություն է հայտնել իրավիճակի հետագա հավանական սրման կապակցությամբ։ Եվրոպական միությունը եւս վերահաստատել է իր դիրքորոշումը, նշելով, որ արևմտյան ափի ցանկացած բռնակցում կհամարվի միջազգային իրավունքի կոպիտ խախտում եւ չի ճանաչվի միության կողմից։ Իսրայելը 1967 թվականին 6-օրյա պատերազմի արդյունքում գրավել է արևմտյան ափը եւ արևելյան Երուսաղեմը։ Այդ ժամանակից ի վեր այս տարածքներում կառուցվել է շուրջ 140 բնակավայր, որտեղ այսօր ապրում է մոտ 700,000 հրեա վերաբնակիչ։ Միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը համաձայն Ժնևյան կոնվենցիայի այս բնակավայրերը համարում է անօրինական։ Իսրայելը համառորեն վիճարկում է այս մեկնաբանությունը։ Մոնիկա Հայրոյան, Open Media։ Մինչ ամերիկյան վարչակազմը սրում է դրությունը Կարիբյան ավազանում, Ճապոնիան փորձում է հաշտվել Ռուսաստանի հետ։ Կռվախնձորը Կուրիլյան կղզիներն են, որոնք ծագող արևի երկիրը համարում է իրենը։ Չի մեղմանում դրությունը նաև ուկրաինական ճակատում։ Միջազգային լրահոսի կարևոր դրվագները մեկ տեսաշարով։
into guns. Միացյալ Նահանգների ռազմական նախարար Փիթ Հեքսեթի հրամանով հարավային հրամանատարության պատասխանատվության գոտում տեղակայվել են Ջերալդ Ֆորդ ավիակիր հարվածային խումբը, որոնք կրում են կործանիչների էսկադրիլյաներ։ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելի խոսքով հարավային գոտում ամերիկյան ուժերի ընդլայնումը կբարձրացնի Ամերիկայի կարողությունը, բացահայտելու եւ խափանելու երկրի անվտանգությանը սպառնացող անօրինական գործունեությունը։ Հարվածային խմբավորման տեղակայումն իրականացվում է Կոլումբիայի եւ Վենեսուելայի հետ լարվածության պայմաններում։ Susie can tell you about this, but Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի, նրա կնոջ ու որդու, նաև ներքին գործերի նախարար Արմանդո Բենեդետիի հանդեպ։ Այս քայլը հետևել է Վենեսուելայի եւ Կոլումբիայի ափերի մոտ ամերիկյան ռազմածովային ուժերի 10 ռազմական գործողության, որոնք հանգեցրել են 43 զոհի։ Պետրոն հայտարարել է, որ Կարիբյան ծովը ոչ մի կապ չունի ֆենտանիլի առևտրի հետ եւ Թրամփին իրականում պետք է Վենեսուելայի եւ Գայանայի նավթը։ Ըստ նրա ամերիկյան հրթիռներից սպանվածները սովորական ձկնորսներ էին։ Պետրոն Թրամփին հրավիրել է այցելել Կոլումբիա եւ տեսնել, թե ինչպես է ինքը պայքարում թմրաշրջանառության դեմ առանց սպանությունների։ Ճապոնիայի խորհրդարանում իր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ունեցած ծրագրային ելույթում վարչապետ Սանաե Տակայիչին հայտարարել է, որ իր կառավարությունը վճռական է տրամադրված Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Չնայած Ճապոնիա-Ռուսաստան հարաբերություններում առկա բարդ իրավիճակին, Ճապոնիայի կառավարության քաղաքականությունն ուղղված է տարածքային հարցերի լուծմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանը, ասել է պահպանողական վարչապետը։ Երկրորդ համաշխարհայինից հետո Ճապոնիան պահանջում է վերադարձնել Կուրիլյան 4 կղզիները, որոնք խորհրդային ուժերը գրավել են որպես ռազմավար։ I'm there to help him to deliver. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը էական առաջընթաց չի գրանցում ուկրաինական ճակատում։ Մարտադաշտում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր աջակցությունը Ուկրաինային արդյունավետ է, եւ մենք պետք է շարունակենք նույն ոգով, նշել է նա։ Ըստ Ռյուտեի, Պուտինի փողը, զորքերը եւ գաղափարները սպառվում են եւ Ռուսաստանը պետք է կանգ առնի այնտեղ, որտեղ հասել է։ We will deliver in the weeks to come on additional. Ցանկացողների կոալիցիայի նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին Ֆրանսիան լրացուցիչ աստեր հրթիռների եւ Միրաժ գործանիչների նոր խմբականակ կմատակարարի Կիևին։ Կարևոր է շարունակել մեր ջանքերը Ուկրաինային աջակցելու եւ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, ընդգծել է նա։ Աստերը ֆրանս-իտալական համատեղ արտադրության հրթիռ է։ Մինչ օրս Ֆրանսիան Ուկրաինային է մատակարարել խոստացված 6 միավոր Միրաժ 2000-ներից 3-ը։ Ինքնաթիռներից մեկը խոցվել է հուլիսին։ Փարիզի Սանտեբանտի 3 բանտարկյալ վերցվել է հատուկ հսկողության տակ այն բանից հետո, երբ նրանք ծաղրել են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը բանտում կրում է հնգամյա պատիժը։ Բանտում խուզարկություն է անցկացվել, որի արդյունքում առգրավվել են բջջային հեռախոսներ։ Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը հայտարարել է, որ տեսանյութերը վկայում են նախագահ Նիկոլա Սարկոզիի համար առկա վտանգի մասին եւ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել նրա կալանքի պայմաններին։ Ըստ նրա միջադեպի հետ առնչություն ունեցող 3 բանտարկյալները կամ կմնան պատժախցում, կամ կտեղափոխվեն այլ բանտ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Եվ թողարկման վերջում CNN-ը կազմել է հացի 50 լավագույն տեսակների համաշխարհային վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկվել է նաև հայկական լավաշը։ Մեջբերեմ, երբ ձեր հայ սկեսուրը ձեզ է մոտենում տակառի կափարիչի չափի հացը ձեռքին, մի զարմացեք, լավաշը հարստություն եւ բարգավաճում է խորհրդանշում։ Հնարավոր է դա պայմանավորված է հանգամանքով, որ լավաշ թխելու համար ընկերներ են պետք։ Ավանդական հացը թխելու համար կանայք խմբերով հավաքվում են, խմորը հունցելու եւ ձգելու համար խոտով կամ բրդով լցված տաք դիրի վրա։ Հմուտ ձեռք է պետք հսկայական բարակ շերտերը կավե վառարանների ներսը ծեփելու համար, որտեղ դրանք արագ թխվում են։ Հացն այնքան կարևոր է հայկական մշակույթի համար, որ լավաշն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, հայտնում է CNN-ը։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։